Արարատյան խոհանոցն է եթերում, հարգելի հեռուստադիտողներ, բարև ձեզ, շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ կրկին միասին ենք։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր ուզում ենք ձեզ ներկայացնել մի գերագրատեսակ, որը կարծում եմ ձեզ կհետաքրքրի եւ նաեւ իմ կարծիքով կավելացնի ձեր ընտանեկան ամենօրյա գերագրացանկը։ Եվ ներկայացնեմ նաեւ իմ հյուրն է Տիկին Կերճանուշը, ով մեր լավագույն հեռուստադիտողներից է, իր նախաձեռնությամբ ցանկացել է, որ պատրաստի մի կերակուր եւ նվերի ձեզ։ Ողջույն, Տիկին Կերճանուշ, ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, լավ։ Շատ ուրախ եմ, որ մեր հյուրն եք դուք։ Ինչ ենք պատրաստելու եւ ինչպես ենք պատրաստելու։ Մենք պետք է պատրաստենք կարմիր լոբին վրացական ձևով։ Նախորդ կարմիր լոբին պետք է երեկոյան թրջենք, խաշենք ու ընթացքում արդեն անենք այն գործողությունները, որ պետքա լոբու համար։ Այո, մի քանի համեմունքներ, կանաչի, թթու վարունգ, թթու ծիծակ, պոպոկ ու համեմունքները։ Եվ սոխարած պիտի։ Հա, սոխարած պետք է անենք։ Եվ սոխարած պիտի պատրաստենք։ Շատ լավ։ Ես սոխը կտրատեմ։ Համեցեք։ Շնորհակալություն։ Հա, դուք սոխը թե կարելի է կտրեք։ Սոխը մանր, բարակ։ Հա, պետք է սոխը մանր կտրատեն։ Ես իմ ընտանիքում սոխ սիրում են, ընտանիքիս անդամները ուղղակի սիրում են ջուրը կարելի է։ Սիրում են, երբ որ մանր լինի։ Մանր է կտրատված։ Հա, մանր է կտրատված։ Չեն տեսնում, բայց զգում են։ Հա, զգում են, համը զգում են։ Այո։ Սոխարած պատրաստելն էլ ունի, չէ, ինչ-որ հմտություն, չէ, պիտի պատրաստել պետք է։ Շատ ընտանիքներում սոխ չեն սիրում։ Իմ կարծիքով պատրաստելուց է նաև, չէ։ Պետք է սոխը լավ կարմրցնենք, որ համը նախորդ պետք է տապակը տաքացնենք, ձեթը լավ դաղենք։ Ձեթը դաղենք ու նոր մենք ավելացնենք սոխը։ Իսկ շարունակենք այն թեման, թե տանը ինչպես են պատրաստում։ Այ դժվար չէ արդյոք լինել արվեստագետի կին տանը, խոհանոցում, այսպես ասենք։ Չէ, ինձ համար դժվար չի, իմ հյուրերը, թե նոր, թե արդեն ովքեր որ գիտեն մեր ընտանիքի նիստուկացը, արդեն գիտեն ու բոլորն էլ հավանում են։ Բայց այնուամենայնիվ ամենակարևոր եւ հիմնական քննադատը, կարծում եմ, մեր լավ բարեկամ պարոն Մայիսն է։ Ամուսինս նկարիչ է ու Մայիս Մխիթարյանը, շատ ինքը հյուրեր ունենում, որոնք արդեն գիտեն, որ այդ ճաշը ով է պատրաստել, Մայիսը թե ես։ Արդեն իրանք գիտեն ու բնական է ընդունում են, որ Մայիսի պատրաստածը ավելի համեղ է լինում ու միշտ ասում են, որ տղամարդու պատրաստածը ավելի համեղ է լինում։ Եվ իր շրջապատում արդեն գիտեն, թե ինչ պիտի ձեր տանը հատկապես ճաշակեն։ Այո, արդեն այդ օրվա իրանք ճաշացանկը գիտեն։ Իսկ եղել է, երբ որ թաթար բորակի են պատվիրել։ Ես գիտեմ, դուք Ջավախից եք եւ թաթար բորակին էդի արդեն շատ մեծ շուկով պիտի, այսինքն հատուկ օր, հատուկ պատրաստվել։ Էդի պետք է երեկոյան խմոր անենք, բացեմ, բացերը չորանա, հետո սիրուն շերտերով կտրատենք, էդ էլ չորանա ու նոր առավոտը։ Ես ինչու եմ այդպես հենց թաթար բորակի, ես էլ ընկերներ ունեմ Ջավախից եւ մերթ, այո, գնում ենք, որ հատկապես մեր ընկերոջ Մայրիկի պատրաստած թաթար բորակի։ Իմ մաման էլ շատ համեղ պատրաստում էր։ Այո։ Հիմա էլ հարսներս են պատրաստում։ Այսինքն փոխանցվում է։ Փոխանցվում է ու ասենք սիրում են։ Այո։ Եթե գիտեմ, որ
գեցուտուն են գալիս, ուրեմն թաթարբորակին անհնարին է, որ կարողանան պատրաստել։ Շատ լավ, մենք երևի մի քանի րոպե այսպես պիտի պատրաստենք սոխարածը, մենք նշեցինք, որ սոխարածը լավ կարմրի, այո, լավ պիտի կարմրի, ոսկեգույն պիտի լինի, որ այդ սոխը իր համը, իր օգտակարությունը, իր բույրը հաղորդի կերակրատեսակին, այնպես որ մի քանի րոպեից մենք արդեն կունենանք այդ վիճակը եւ կշարունակենք բարեկամներ։ Արդեն մեր սոխարածը պատրաստ է։ Շատ լավ գույներով։ Ու պետք է հիմա պիտի ճզմենք, հա։ Ահա, լոբին ճզմենք։ Գիտենք ոնց են պատրաստում մայրերը, բայց երբեք չեմ կարողանում այնպես պատրաստել կամ ստանալ այն համը։ Մամայի պատրաստած ճաշի համը միշտ էլ ուրիշ է մնում։ Ուրիշ է, չի ստացվում։ Ինչքան որ ցանկանում ես, ինչքան որ նույնիսկ հիշողությունով, բայց այնուամենայնիվ այդ համը չի ստացվում։ Բավական է արդյոք։ Հա, արդեն կարող ենք սոխը ավելացնենք։ Հիմա սոխը պիտի ավելացնենք։ Ահա այս երանգը պիտի ստանանք սոխարած, անպայման, ոսկեգույն երանգ։ Այլապես կերակուրը համեղ չի լինի։ Հիմա ավելացնենք համեմունքները, աղը, սև և կարմիր պղպեղները, սև պղպեղ, աղ, կարմիր պղպեղ, ու մեկ էլ լոբու համար նախատեսված հատուկ համեմունքը։ Մի համեմունք փունջ է հավաքած։ Ես այստեղ մի քիչ ավելի այսպես դոմինանտը կարծեմ քարաուզի ինչ-որ բան կա այստեղ, սերմերի հետ կապված։ Չեմ կարողացում երևի։ Չէ, պատրաստի ձևով եմ վերցնում։ Հա, պատրաստի ձևով եմ վերցնում։ Խառնում ենք, լցնում ենք կավից կճուճի մեջ։ Պետք է 15 րոպե դնենք ջեռոցի մեջ, որ ինքը նորից եռա։ Կավի հատուկ բնորոշ համը վերցնի, հա։ Հետո մատուցելու ձևն էլ արդեն մատուցման այդ կավի մեջ որ լինում է ավելի ախորժաբեր է։ Այո։ Դրանից հետո պետք է ավելացնենք արդեն թթուվարունգը, ծիծակը, համեմը ու պոպոկ։ Համեմ անկույզ, էլի ինչ վրացական կերակուր որ արդեն անկույզն էլ տալիս է այդ համը։ Այդ ճիշտ է, որ ասում են վրացական կերակրատեսակները, ինչ պատրաստում են անկույզ են լցնում։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Անկույզի պակաս ունեն մարդիկ, թե ավելացնեն։ Հիմա մենք կուղարկենք 15 րոպե։ 15 րոպե մնա ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանի տակ։ Եվ նորից արդեն կաշխատենք կերակրատեսակի վրա։ Գնացինք։ 15 րոպե հետո այսպիսի տեսք ունեցանք, ավելի համը վերցրեց, կճուճի մեջ Այստեղ նաև սխտոր ենք ավելացնում, բայց սխտորը ըստ ճաշակի եւ ժամանակի։ Ես մեծ մասը չեմ ավելացնում, ափսեով դնում եմ առանձին, որ ով ուզի ավելացնի։ Այո, համքեղ կտրատենք հիմա։ Պետք է մենք թթու ծիծակը մեծ է, բայց ոչինչ։ Ամբողջական ծիծակը դրեցինք։ Ահա, մեջ ենք ավելացնում։ Նորից ես հիշեցնեմ, թե ինչ պատրաստեցինք եւ ինչպես պատրաստեցինք։ Լոբին առանձին խաշեցինք, սոխարած պատրաստեցինք, լոբու խաշված լոբու կեսը տրորեցինք կեսը այդպես հատիկով ամբողջական, սոխարածն ավելացրինք, այնուհետև համեցինք աղ, պղպեղ, սև եւ կարմիր եւ հատուկ լոբու համար նախատեսված համեմունք, սուների ասենք այսպես, փունջ, դրեցինք ջեռոցը, ջեռոցից հանեցինք եւ ամբողջական ծիծակ, թթուվարունգ եւ հիմա ինչ ենք անելու։ Պետք է ավելացնենք համեմը ու պոպոկ։ Կապ չունի, որը սկզբից։ Ընկույզ եւ համեմ։ Հենց այստեղ էլ կարող ենք ասել, խնդրեմ, բարի ախորժակ։
Տիգին Բերջանոց, եթե դուք ունեք ասելիք, ես գիտեմ, որ ունեք, գոնե տնային տեսույներին կամ ընդհանրապես մեր հասարակությանը ինչ կցանկանաք, խնդրեմ։ Ցանկանամ, որ ցանկացած կին պատրաստելուց միշտ նոր բան պատրաստի, թեկուզ նույն ճաշը, բայց տարբեր ձևով պատրաստի, մի փոքր համեմունք մեջ ավելացնի կամ պակասացնի, արդեն համը կփոխվի ու կլինի արդեն նոր ճաշ։ Ապրեք դուք, Տիկին Բերջանուշ, ես ավելացնեմ, հարգելի հեռուստադիտողներ, ուղղակի հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել պատրաստելուն, ուղղակի հարկավոր է լուրջ վերաբերվել սնվելուն։ Այո։ Ձեր անունից ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեմ Տիկին Բերջանուշին, շնորհակալություն Տիկին Բերջանուշ, ապրեք դուք եւ վստահ եմ, որ այսօրվա մեր հաղորդումը իր ազդեցությունը կունենա եւ մեր տներում տնային տեսույները, ինչու՞ չէ նաեւ խոհարանները կհասկանան, որ կերակուրը կապ ունի, թե ինչպես է պատրաստում, ինչ տրամադրությունով եւ ինչպես է մատուցում։ Շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, այսքանն ենք պատրաստել այսօրվա համար, ուզում եմ նշել, որ կերակրատեսակը հարկավոր է մատուցել 65-70 աստիճան ջերմությամբ, շատ լավ տրամադրությամբ եւ հետը թեկուզ կերակրատեսակը համարում ենք վրացական, բայց հետը հայկական, ավանդական, կարմիր անապակ, անսահմանափակ գինի։ Այսքանն ենք պատրաստել, ուզում ենք լինեք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Լոբյանի, կարմիր լոբի 150 գրամ, սոխ 70 գրամ, թթու վարունգ 1 հատ, թթու ծիծակ 1 հատ, ընկույզ 50 գրամ, ձետ 20 գրամ, համեմ մի քանի ճյուղ, կարմիր եւ սև պղպեղ, աղ, բարեախորժակ։